Գագիկ Ծառուկյանի փեսան, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, ըստ դատախազության, վնասել է պետության կողմից արգելանքի տակ դրված իր գույքը։ Դատախազությունը նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել։ Ավելի վաղ այս գույքի մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ժամանակ։ Այդ մարդիկ թալանով դա կառուցել էին հույսով, որ վայելելու են։ Վայելելու են, բայց ոչ թե իրենք, այլ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որովհետև դա այլևս հիմա վերջնական անշրջելիորեն Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է։ Ըստ դատախազության, Գուլոյանը տեղյակ է եղել, որ հակակոռուպցիոն դատարանն արգելել է տնօրինել ապօրինի ծագում ունեցող այդ գույքը, սակայն կազմակերպել է բնակելի տան արտաքին, ներքին եւ նկուղային պատերի քանդումը, սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը։ Գագիկ Ծառուկյանը եւս խոսել է այս թեմայի մասին։ Վարպետները ոչ թե քար քանդող տարող են, այլ կառուցում են, գեղեցկացնում են, ու Գուլյանը իր փաստաբանն ասա, դիմեք, որ 2 միլիոն ու կես է, ես չեմ ընդունել, բայց պատրաստ եմ այդ 2 միլիոն ու կեսը վճարեմ, իմ հորական պապական տունն է, մեր խելքի տունը մնա։ Այսինքն այդ աբլիցով կան քանդելա, որ նոր քարեր։ Վարպետներին տարել են 3 օր միլիցիա, վարպետները ցուցմունքը տալիս են, այո, իսկ այդ քանդելը եղել է այդ որոշումից առաջ, մի տարի տարուկես առաջ։ Այս տարվա ապրիլին Վճռաբեկ դատարանն օրինական ուժ էր տվել վճռին, որով Կարապետ Գուլոյանից եւ Ռոզա Ծառուկյանից պետք է բռնագանձվեր Արինջի առանձնատանը շուրջ 90%-ը, Ծաղկաձորի հողամասը, Ակբա բանկի բաժնետոմսերն ու ավելի քան 1 միլիարդ դրամ եւ այլ միջոցներ։